Իրան նոր հոգևոր կերակույն առաջնորդ ունի սպանված Այաթոլլա Ալի Խամեյնեի որդին Մոջտաբա Խամեյնեին։ Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետներու խորհուրդը 8 մարտին հայտարարած է, որ Իսլամական Հանրապետության Սուրբ Համագարկի երրորդ կերակույն առաջնորդ նշանակված է Այաթոլլա Սայեդ Մոջտաբա Հուսեյնի Խամեյնեին։ Որպես կերակույն առաջնորդ Մոջտաբա Խամեյնեին գունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական եւ ռազմական հարցերու մեջ եւ կգրե քրեթե բռնապետական լիազորություններ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ ավելի գանուխ ասաց էր, որ սա թույլ եւ անընդունելի ընտրություն է։ Խմեյնեի նշանակման մասին հայտարարության են գարտ ժամանակ անց Times of Israel-ին տված հարցազրույցի մեջ Թրամփ հրաժարած է ուղիղ մեկնաբանել այս քայլը, ասելով միայն կտեսնենք, թե ինչ պիտի լա։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի գժնար երկար ժամանակ պահպանել իշխանությունը առանց Միացյալ Նահանգներու հավանության։ Եթե անճստանա մեր հավանությունը, երկար չի թիմանար, ասաց է Թրամփ ABC հեռուստաալիքին։ Իրանի զինված ուժերու ղեկավարությունը հավատարմության երթում տված է երկրի նորընտիր կերակույն առաջնորդին, հաղորդած են պետական լրատվամիջոցները։ Իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանում հայտարարության մեջ պատրաստակամություն հայտնած է հետևելու նոր կերակույն առաջնորդին։ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին ասաց է, որ Մոջտաբա Խամեյնեին ի վիճակի է ղեկավարելու երկիրը ներկայիս դժվար պայմաններու մեջ կոչնելով միասնության նոր առաջնորդի շուրջ։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հետ զրույցին մեջ վերստին նշած է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը որևէ կապ չունի Իրանի հետ։ Պեզեշկյան վստահեցուցած է, թե միջադեպը կհետաքննվի։ Ալիև շեշտած է Նախիջևանի մեջ տեղի ունեցածի հետաքննության կարևորությունը։ Հերախոսազրույցի ընթացքին անոնք միտքեր փոխանակած են համատեղ տնտեսական նախագիծերու մշակման հերանեկարներու վերաբերյալ։ Բաքուն մեղադրած է Իրանը Նախիջևանի օդագայանին եւ դպրոցին անօթաչուներով հարվածելու համար ստանալով համարժեք պատասխան։ Տեհրան հերքած է իր մեղսակցությունը միջադեպին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օր բնդած էր, որ կանխած է Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանումի կողմեն գազմագերբված շարք ծրագրված ահաբեկչական եւ հետախուզական գործողություններ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնած է, որ Լիբանանի Սուր շրջանի վրա Իսրայելի հարձակումներուն պատճառով նախնական տվյալներով զոհված է 3 քաղաքացի, նաև 15 վիրավոր կա։ Այս մասին հաղորդել Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Փրկարարական եւ հերացման աշխատանքները դակավին կշարունակվին։ Գործակալության փոխանցմամբ Իսրայելի ուժերը թիրախավորած են Լիբանանի հարավային քանի մտարածքներ, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանը։ Իսրայելի պաշտպանության բանակ իր տելեգրամյան ալիքին հայտնեց, որ Բեյրութի մեջ հարվածած Լիբանանյան Հեզբոլլա շարժման պատկանող ենթակառուցվածքները։ Իր հերթին Հեզբոլլան հայտարարած է, որ 2 անգամ թիրախավորած է սահմանային բնակավայրերու մեջ գտնվող Իսրայելի ուժերը։ Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարած է, որ մարտի սկիզբին Լիբանանի դեմ Իսրայելի կողմեն շարունակվող հարձակումի հետևանքով զոհերու թիվը հասած է 394-ի, իսկ 1000-ն ավելի վիրավորներ կան։ Իրանի արտաքին գործ նախարար Աբբաս Արաքչին մերժած է Ամերիկայի եւ Իսրայելի հետ պատերազմին հրատատարի հնարավորությունը հայտարարելով, որ պետք է հակամարտության մշտական ավարտ։ MBC հեռուստաընկերության տված հարցազրույցի մեջ Արաքչի բնդած է, որ Ամերիկան եւ Իսրայելը հրատատար կպահանջեն, սա դեղի պիտի չունենա, պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ եւ մինչեւ այդ կետի հասնելը կգործեն պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար։ Այս բնդումը հնչած է այն բանեն հետո, երբ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ մարտ 6-ին հայտարարած էր, որ Իրանի հետ անվերաբար հանձնվել են բացի այլ համաձայնագիր չի կնքվիր։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան ավելի գանուխ մերժած էր Թրամփի պահանջը, Արաքչին վերահաստատած է Տեհրանի դիրքորոշումը, ասելով. «Մենք երբեք չենք հանձնվիր, մենք պիտի թիմադրենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանումը հայտարարած է, որ Իսրայել հարվածներ հասցուցած է Տեհրանի քարյուղի վերամշակման գործարանին, հայտնած է իրանական 15 գործակալությունը։ Նշված է, որ Իրան պատասխանած է այդ հարվածներուն իր հերթին թիրախավորելով Հայֆայի քարյուղի վերամշակման գործարանը։ Իրան հայտարարած է, որ Հայֆայի քարյուղամշակման գործարանին քանի հրթիռային հարվածներ հասցված է։
Ամերիկայի զինված ուժերու գետրոնական հրամանատարությունը հայտարարած է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններու սկիզբենի վեր ամերիկացի զինծառայողներու շրջանի մեջ զոհերու թիվը հասած է 7-ի, X-ի հարթակին գրած է հրամանատարությունը։ 7-րդ զինծառայողը մահացած է մարտ 1-ին Սաուդական Արաբիա վրա իրանական հարձակման ժամանակ։ Փետրվար 28-ին մեկնարկած ռազմական գործողություններու հետևանքով Իրանի մեջ զոհերու թիվը կերազանցեց 1300-ը, Իսրայել հայտնած է 10-ն ավելի զոհերու մասին։ Հազարավոր ամերիկացի քաղաքացիներ պահանջած են, որ նախագահ Դոնալդ Թրամփի գրծեր որդին բարոն զորագոչվի Իրան, հայտնած է գերմանական Bild թերթը, հղում ընելով համանուն խնդրակիրով գայքին։ Բարբերականի հոդվածի համաձայն աջակցության հետ մեկտեղ ընկերային ցանցերու մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններուն թեմ զայրույթը գաջի։ Պարսից ծոցի տարածաշրջանի մեջ շարունակվող Իրանի անօդաչու թռչող սարքերու հարձակումներուն պատճառով Ամերիկայի պետական քարտուղարությունը հրամայած է Ամերիկայի կառավարության ոչ կենսական նշանակության աշխատակիցներուն եւ անոնց ընտանիքի անդամներուն լքել Սաուդական Արաբիան անվտանգության բարձր վտանգի պատճառով։ Գերատեսչությունը նաեւ վերահաստատած է իր գոչը Ամերիկայի քաղաքացիներուն վերանայել Սաուդական Արաբիա ուղևորության ծրագիրները։ Պետական քարտուղարությունը նշած է, որ տարածաշրջանի մեջ արգայեն Ամերիկայի շահերու դեմ իրանական անօդաչու թռչող սարքերու եւ հրթիռներու հնարավոր հարվածներու զինված հագամարտության ահաբեկչության ճամփորդական սահմանափակումներու եւ ընկերային ցանցերու գործունեությունը ղեկավարող տեղական օրենքներու հետ կապված վտանգներ։ Հռոմի Լևոն 14-րդ Փափը անդրադարձավ Մերձավոր Արևելքի մեջ տիրող իրավիճակին, շեշտելով, որ Իրանեն եւ ամբողջ Մերձավոր Արևելքեն խոր մտահոգություն պատճառող լուրեր կհասնին, հայտնած է Վատիկան Նյուզը։ Մեր խոնար աղոթքը կբարձրացնենք Տիրոջ, որբեսի ռումբերու ցայները թացրին, զենքերը լռեն եւ երկխոսության դաշտ բացվի, որտեղ հնարավոր է լսել ժողովուրդներու ցայները, ըսած է Հռոմի Փափը իր պատգամի մեջ։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։